Արդյոք ռուսական Վալբերիսում եւ Օզոնում հայ տնտեսվարողներից պահանջվող հավելյալ փաստաթղթերը կապ ունեն Ռուսաստանից պարբերաբար հնչող հիշեցումների հետ, թե դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի համար որքան կարևոր է ռուսական շուկան։ Մինչ հայ պաշտոնյաները պնդում են, որ հայկական բիզնեսները Ռուսաստանում լուրջ խնդիրներ չունեն, Ռուսաստանի նախագահը երեկ դարձյալ հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ շուկայի։ Например, у нас торговый оборот с Арменией, он снизился сейчас. В прошлом году, позапрошлом был гораздо больше. Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունն այժմ նվազել է։ Անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց այնուամենայնիվ $7 միլիարդ 2025 թվականին։ Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, եւ Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Դա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, հարկերին, ինչպես նաեւ միգրացիոն ոլորտին։ Ազատության տեղեկություններով հազարավոր հայ տնտեսվարողների ապրանքներ այս պահին Վալբերիզի ռուսաստանյան հարթակում տեսանելի չէ։ Բեռնատարի վարորդը, որ գերադասեց անանուն խոսել, հետագա խնդիրներից խուսափելու համար Ազատությանը պատմեց այս պահին փորձում է Ռուսաստանից Հայաստան բերել Վալբերիզի ապրանքները, բայց երրորդ օրն է չի ստացվում։ Ըստ նրա Վալբերիզի ապրանքների փաստաթղթերի ձևակերպումը միշտ մի քանի ժամ է տևել։ Առաջին անգամ է օրեր տևում։ Ես իմաստը կայնած եմ ստայանքում Ռուսաստանի Վլադիկավկազի։ Ես հիմա Վալբերիսով եմ բարձած կայնած։ Ես արդեն երրորդ սուտքին եմ թղթաբանությունը մեր Վալբերիսն աֆորմիցա չի ելնում։ Մեզ զանգել են ասել են, որ մինչև ամսու 12-ն աֆորմիցա չի ելնելու Վալբերիսը։ Մշտական Վալբերիս քշող եմ ել, ասես դեպք չէր ելնում։ Բրոկերը ինձ ասում է, մեր խնդիրը չի, Վալբերիսը մեզ պիտի թուղթ ուղարկի, որ մենք դեզի Աֆորմի տանենք, այդ հարցը տվեք Վալբերիսին, 7 հաղթող հատար գիտեմ որ կա, իրանք այդպես կայնած են։ Բեռնատարի վարորդը, որ արդեն երկար տարիների փորձ ունի, կարծում է սա քաղաքական խնդիր է։ Իր փորձով է համոզվել, երբ հայ-ռուսական հարաբերություններում անգամ թեթևակի լարվածություն է առաջանում, Ռուսաստանն այսպիսով իր ուժն է ցույց տալիս Հայաստանին։ Էկոնոմիկայի նախարարությունից մինչդեռ պնդում են, թե Վալբերիզից իրենց փոխանցել են, որ խնդիրը կապված է փաստաթղթերի ստուգման հետ ու համընկել է ոչ աշխատանքային օրերի հետ։ Ստուգման գործընթաց է, որը լինում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Վրաստանում, ու այս պահին որևէ արտառոց բան չկա, Ազատությանը փոխանցեցին նախարարությունից։ Dream Lux-ի համասեփականատեր Վարդուհի Աշխարհյանի խոսքով, քանի որ իրենք ռուսական օնլայն այդ հարթակում միայն եվրոպական արտադրության կոսմետիկ պարագաներ են վաճառում, հիմա ներկայացրել են պահանջվող թղթերն ու սպասում են պատասխանի։ Նրա խոսքով արդեն շուրջ 10 օր է, ինչ իրենց ապրանքը չի երևում ռուսական շուկայում, իսկ իրենց հիմնական գնորդները Ռուսաստանից են։ Տնտեսվարողի խոսքով իրենք արդեն մոտ 1 միլիոն դրամի վնաս են կրել։ Քանի որ մենք վաճառում ենք ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանք ու վաճառում ենք այնպիսի կատեգորիայում, մասնավորապես մաշկի խնամք, դեմքի հետ կապված կատեգորիայում, մազերի խնամք, մենք փաստաթղթերը ի սկզբանե ունեցել ենք, որովհետև միշտ այդ ռիսկը եղել է, որ կարող է Վալբերիսը օրերից մի օր խստացնի փաստաթուղթը ու ապրանքը բլոկավորեն, ապրանքը սահմանը չանցնի, ի սկզբանե այդ փաստաթղթերը ունեցել ենք։ Այդ փաստաթղթերը մենք ունեցել ենք, բայց այդպիսի տեղ չի եղել կայքում լրացնելու, որ մենք լրացնենք, որ ունենք կամ սահմանին չեն ուզել ուղեկցող փաստաթղթեր, որ մենք այդ փաստաթղթերը ուղարկեինք։ Հայկական խաղալիքների արտադրությամբ զբաղվող մանկան ընկերությունների ներկայացուցիչ Մարիամ Գյուրջյանն Ազատությանն ասաց, իրենց ապրանքն արդեն երևում է Ռուսաստանում։ Վաճառքներն արդեն վերսկսել է։ Մի քանի օր առաջ ինձ զանգեցին ու ասեցին, որոնք վաճառում են հայկական արտադրանք, իրենց այդ տամոժնի դեկլարացիան պետք չի։ Այլ պետք են ուղղակի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ այդ ապրանքները իրոք արտադրված են Հայաստանում։ Քանի որ մենք էլ մեծ ֆիրմա ենք, մեզ ներկայացնում ամբողջ փաստաթղթերը ունենք, բնականաբար մերը բացեցին։ Ոչ հայկական արտադրանքները, որոնք ներմուծվում են այլ երկրներից դեպի Հայաստան, դրանց էլ պետք է մաքսային հայտարարագիր։ Եվ բոլոր ովքեր ունեն այդ հայտարարագրերը, հետագայում կարողանալու են վաճառել միայն դրանով։ Ռուսական Վալբերիսում եւ Օզոնում ապրանք վաճառող հայ արտադրողները թեև նախորդ շաբաթվանից են բարձրաձայնում խնդիրների մասին։ Էկոնոմիկայի նախարարությունը միայն այսօր աշխատանքային օրվա գրեթե վերջում պաշտոնապես ծանոթեց, թե հայ վաճառողներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ապրանքի ծագումն ու համապատասխանությունը հաստատելու նպատակով։ Իսկ Ռուսաստանը դեռ 2022 թվականից է սկսել իր երկիր մտնող ցանկացած ապրանքի համար պահանջել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, թե այդ ապրանքը որ երկրում է արտադրվել։ Այս պահանջը օնլայն հարթակների վրա սկսեց տարածվել միայն վերջերս։